Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում էսթետիկ բժշկության կոսմետոլոգիայի մասին հաղորդաշարն է։ Այսօր խոսելու եմ մաշկի խնամքի փուլերի մասին։ Սիրելի հետևորդներ, այն անձինք, ովքեր ուզում են պահպանել իրենց արտաքին տեսքը եւ մաշկը պահել առողջ վիճակում, ապա պետք է տիրապետեն մաշկի խնամքի փուլերին ճիշտ ու գրագետ ձևով, ինչպես նաեւ առօրյայում այն կիրառեն։ Մաշկի խնամքի փուլերը, սիրելի հետևորդներ, էսթետիկ բժշկության մեջ համարվում է ամենակարևոր թեմաներից մեկը։ Մաշկը համարվում է ամենամեծ օրգանը եւ մեր օրգանիզմի համար կատարում է պաշտպանական ֆունկցիա։ Յուրաքանչյուր տարիքում շատ կարևոր է խնամել այն ըստ փուլերի հաջորդականության։ Մաշկի խնամքի առաջին փուլը մաքրումն է։ Դեմքը հարկավոր է մաքրել դիմահարդարումից օրվա վերջում։ Դիմահարդարումից մաքրելու համար պետք է կիրառեք միցելյար ջրեր, լոսյոններ կամ կաթիքներ։ Այս կետը կատարելուց հետո, սիրելի հետևորդներ, հաջորդ փուլը գալիս է, երկրորդ քայլը՝ դեմքի լվացումը համապատասխան լվացման միջոցներով։ Համապատասխան լվացման միջոցները ըստ մաշկի տիպին համապատասխան կարող են լինել լվացման գելերը, լվացման փրփուրները կամ կոսմետոլոգիական օճառները։ Հաջորդ փուլը, սիրելի հետևորդներ, մաշկի տոնուսի բարձրացումն է։ Ցանկացած տեսակի կամ արտադրանքի կոսմետիկա օգտագործելուց հետո, երբ դեմքը մաքրում եք դիմահարդարումից, այնուհետև լվանում եք լվացման միջոցներով, լվացման միջոցից հետո մինչև մաշկը խոնավեցնելը ամենակարևոր կետերից մեկը համարվում է տոնուսավորել դեմքի մաշկը։ Տոնուսավորում եք համապատասխան տոնիկներով կամ տոնյերներով, որոնք վաճառվում են բարձրորակ կոսմետիկայի խանութներում, դե իհարկե չբացառենք նաև դեղատներում։ Ասեմ, որ ամենավորակյալ արտադրանքը դուք կգտնեք հաստատ դեղատներում։ Սիրելի հետևորդներ, մենք բոլորս էլ լսել ենք մաշկի խոնավեցման մասին, սակայն շատ մարդիկ կան, որոնք չգիտեն սրա բուն պատճառը եւ չգիտեն ինչի համար է անհրաժեշտ խոնավեցնել մաշկը։ Ուրեմն մաշկի խնամքի փուլերի հաջորդ կետը տոնուսավորումից հետո գալիս է խոնավեցումը եւ սնուցումը միաժամանակ։ Ցանկացած տեսակի մաշկի խնամք չի կարող համարվել լիակատար կամ լիարժեք, եթե դուք չեք կիրառում խոնավեցնող շիճուկը կամ նրբաքսուկը։ Նրբաքսուկը դա նույն կրեմն է։ Բոլորս էլ գիտենք, որ դեմքի խոնավեցման ամենագլխավոր բաղադրիչը համարվում է հենց ջուրը։ Ցանկացած խոնավեցնող նրբաքսուկի, շիճուկի կամ այլ միջոցների մեջ ջրի առկայությունը պարտադիր է։ Սիրելի հետևորդներ, ջուրը համարվում է կյանք։ Առանց ջրի ապրելը այս մոլորակի վրա պարզապես անհնար է։ Դեմքի խոնավեցումը կատարվում է տարբեր տեսակի լվացման միջոցներից սկսած մինչև շիճուկներ, կրեմներ եւ թերմալ ջրեր։ Մեր հաջորդ տեսանյութի ընթացքում ես ձեզ պատմելու եմ, թե ինչու է անհրաժեշտ խոնավեցնել մաշկը։ Իսկ այժմ անցնենք մեր հաջորդ փուլին։ Հետևորդներ, ինչպես արդեն ասացի, խոնավեցումը եւ սնուցումը տոնուսավորումից հետո կատարվում է միաժամանակ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ հիալուրոնաթթու կոչվող բաղադրիչը համարվում է խոնավեցնող միջոցների ամենագլխավոր դերակատարը։ Հիալուրոնաթթուն դուք պետք է օգտագործեք որպես խոնավեցնող միջոց ձեր կոսմետիկայի մեջ տարվա ցանկացած եղանակին, բնականաբար առաջնորդվելով մաշկի տիպին համապատասխան ձևով։ Իսկ սնուցման տարբերակը արդեն մի փոքր տարբերվում է խոնավեցնող տարբերակից։ Սնուցումը կարող է լինել այնպիսի բաղադրիչ սնուցման կրեմի մեջ, որ չլինի խոնավացնողի հետ։ Ենթադրենք դուք դեղատնից գնել եք որևէ նրբաքսուկ կամ շիճուկ, որը ունի միայն խոնավեցնող հատկություն, բայց չունի սնուցող հատկություն։ Կարող եք տարբեր ժամանակահատվածում հարմարեցնել եւ կիրառել եւ խոնավացնող շիճուկը կամ կրեմը եւ սնուցողը։ Իսկ եթե ձեր գնած պրոդուկտը երկուսն էլ իր մեջ ներառում է, ուրեմն շատ ավելի լավ։ Համ կխնայեք ժամանակը, համ կստանաք ավելի գերարագ արդյունք։ Հաջորդ փուլը, սիրելի հետևորդներ, խոնավեցում սնուցումից հետո գալիս է մաշկի պաշտպանումը։ Տասնամյակներ առաջ համարյա թե չէին գտնի քաղաքում այնպիսի մարդկանց, որոնք ամեն օր 24 ժամ պահպանելով կկիրառեին արևապաշտպան քսուկները։ Իհարկե սա տասնամյակներ առաջ էր, իսկ այժմ, քանի որ էսթետիկ բժշկությունը ժամ առ ժամ, րոպե առ րոպե զարգանում է, ապա պետք է ես փոխեմ այս կարծրատիպը եւ ասեմ, որ դեմքը պաշտպանելու համար, արտաքին միջավայրից ներթափանցող գործոններից ու ազատ ռադիկալներից պաշտպանելու համար
Մեզ անհրաժեշտ են դե իհարկե արևապաշտպան քսուկները։ Մաշկի խնամքի փուլերի մեջ վերջին կետը համարվում է պաշտպանումը։ Եթե ուզում եք մաշկը պաշտպանել, ապա պարտադիր պետք է բոլոր պրոցեդուրաներից հետո կիրառեք արևապաշտպանը, նախքան կոսմետիկա օգտագործելը։ Եթե դուք կիրառում եք երեկոյան խնամք, սիրելի հետևորդներ, բնականաբար արևապաշտպանի կարիք չկա։ Իսկ եթե խնամքը կիրառում եք առավոտյան տանից դուրս գալուց առաջ, նախքան կոսմետիկա օգտագործելը, իմացած եղեք, որ դեմքին պետք է քսեք պարտադիր արևապաշտպան, ցիտածս բոլոր փուլերից հետո, այսինքն ամենավերջում։ Այսքանը, սիրելի հետևորդներ, հետևեք էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի մասին իմ հաղորդաշարերին և պահպանեք ձեր առողջ մաշկի բանաձևը։ Կհանդիպենք։